Ինչե վերջնայի հետաքրքիր ալնելու վիդեոն գնացինք առաջինի խոսանք բայվիկներից, ով չսիրե բայվիկ, մանավանդ ասենք իմ տարեկի տղեկը, որ նայում ենք բայվիկները, հելնում ենք դուրս կրգնում ենք մեր սիրած այդ դերասանների պերոմները, մրոմները, կուլտովի դերասան այն ժամանակվա բայվիկներից դիք Վանդամն էր, ասենք Վանդամը այն որ մեր քուչեն հիմնականում ստե պես Շիրագի մարզ արտիկ բան, որտեղ որ ապրում եմ, տենց որ նայում են ասում են Վանդամը վրետ կարա կամ Էլա, դե չես բան։ Կամ ասում են Վանդամը Բրուսլի վրա կարա, այն մյուս ասում է չէ, Վանդամի վրա չի կռնա, կամ ասենք ինչ որ մի բան լնում էր, խոսքի գսենք ստեղից կարած թռնես բան, ասում էր դի Վանդամը չի կռնա, ես ինչ եղենեմ, ասենք ոնց որ Վանդամը չգիտեմ ինչ որ դերասան էր էլի, պրոստը ինքը պրոստը մենք այն ժամանակ փոքր էինք, չէինք վայմի որ ասենք այն մարկանց, որ ինքը տպում է, ասենք դա սորական դերասաններ են, որոնց որ պետք է տպի Վանդամի կինոներից այդ ում հետ որ ինքը կռվել է Զլաձեներից հենց ասած բան տոմպոն, որ տոմպոին ով չի հիշում մեռնեմ սրտիդ ասենք դեմքին նայում էր սարսռում էր։ Հիշում եք որ Վանդամի ընկերոջ թե աղբորներ ով էր մեջքնոջ տվեց ջարտեց այս մեջտեղից։ Իդեպ այդ տոմպոն ով որ չգիտի, այդ տոմպոյի անունը Միշել է իսկական, որ ասենք вообще կապ չունի, էլի, ասենք իր դեմքի հետ ու անունի հետ Միշելը։ Ու ինքը էլի է կինոների մեջ նկարվել Այս կինոյի մեջ նկարվել է այս սցենայի միջի տղեն ինքն է հենց այն որ կուդան ոդը ջարտենգը ու ոչ պակաս նաև դերասան է ջարտողը դիք Բոլոյանգը որ նոր էլի ասենք շատ վախենալու ու մի հատ հայացքով նայում էր էկրանից էս կողմ ասենք անում էր տագդ վախուց Բոլոյանգին էլ ով է հիշում ասենք էլի Վանդամի հակառակորդներից էր Վանդամի պարը բնականաբար դիք լեգենդար պարը որ սա ասենք տեսել են սա հիշում են այդ պարը Վանդամին ով որ սիրել է լայք դրեք, կոմենտ գրեք։ Հնդկականները, ով է հիշում հնդկական կինոները կամ ով է սիրե, չգիտեմ այդ կռիվները հնդկականի մեջ են, ժամանակ դե փոքր ենք, չէինք հասկանա, որպես կռիվ գոյություն չունի, չի կարալնի։ Մենակ ցելի գյուղ տպում էր կամ չգիտեմ, մեկին խփում էր, հետո կողքի գյուղից էին գտնում։ Ջիմին էր, չէ՞, այն ժամանակ ասենք պոպուլարն եղել է ջիմին, իր կռիվներով, իր երգերով, պարերով, թույն տանցույ մի հատ տենց կինո կար, ով որ հիշում է, որ պարում էր ոտերը ջարդում են կլուշկեկով, վեշնի արդ հիշում եք այդ զլաձեները վեշնի ինչ սենց բան էր, կլուշկեկով է, չգիտեմ, խակեի բանը, թե չգիտեմ այդ շոկին որտեղ են իրանք խակեի խաղցը հնդկաստան, որ ասենք պաստանի այդ խակեի փելերը մոդները կար, որ հենց մի բան լնում էր այդ մեն տպելու ջիմին լանցանք մի կոմ ասենք, հա ինքը թույն դերասաներ, գլխավոր հերոսներ, բնականաբար ինքը սաղին պետք է տպեր։ Մի հատ մարդ ա եղել, ասենք այդ հնդկական երևի սաղ կինոների մեջին, այն որ ցելի էսենգեն, ասենք ստրախի մեջ ապա է, էդի այս մարդն է, ով է հիշում այս մարդուն, այն որ նայում ես սարսափում ես, աչքերին նայես դրա։ Ինքը որ հայտնվում էր կինոյի մեջ, կամ իրան որ տենում էր կինոյի մեջ, ասում էր հաստատ էս, քակը սրա տակն է, էլ ուրիշ տեղ ոչ եմ անեք։ Ով որ հիշում է այս կինոները, հնդկական կինոներ, ով որ սիրել է փոքր ժամանակ, կոմենտ գրեք։ Այն ժամանակվա կինոների մասին խոսալուց չեն կարա նաև չասենք այն թարգմանությունների մասին։ Ես էլի չնայած ասել եմ վիդեոներից մեջ, բայց ավելի խորացված եմ կասեմ։ Այն որ հիշում եք թարգմանությունները քիթը պագոր թարգմանեն որ չբռնեին, որտեղ դա արվում է նրա համար, որտեղ այն ժամանակ դա համարվում էր պիրատստվա, կասետը կառնեն, բերեին արագի մեջ, պես թարգմանեն քիթը պագ, որ ձենը չճանչվի, որ հետո չկրանան բռնեն։ Դիք հիմնականում դուր համար է եղել, ով որ չի դե, կստացի, կակ ինֆորմացիա։ Ով այշում այդ քտերը փակ թարգմանողներին է, որ Ինվաստալի բաշիդի իսպեբլա յաջերդվա ագադա։ Կամ որ ասում էր բանը, տերմինատորը թարգմանել էին կիբորգ ուբիցա, ով որ հիշում է, այդպես թարգմանությունները կոմենտերում գրեք, եղել է այդպես բան են, որ նստած խոսքի տնեցիկով կինո ես նայում, չգիտեմ Պապայի հետ, մամայի հետ, ոչ եմ տնեցիկի հետ։ Ավելի շատ իրանք են նայում, քան դու, պրոստը դու հետները նստած նայում ես ու մգլոր ինչ-որ սցենա են ցույց տալիս, դու քեզ ես բան, յանի ես ամաչում եմ։ Իմ հետ շատ ա եղել, որ տենց ճոր բան են ցույց տալի կամ ամաչում էի կամ սենց ցույց է տալի, որ յանում չէ, ես չեմ նայել ծիծիկներին։ Ում հետ որ եղել է կոմենտերում գրեք, ինչը որ բաց եմ թողել, ինչ կինո որ բաց եմ թողել, ինչ դերասան որ բաց եմ թողել, կարա կոմենտերում գրեք, կանենք երկրորդ մաս կինոների հետ կապված։ Այսօր երևի այսքանը կհանդիպենք մի քանի օրից։ Պարգուն, այսօր խոսանք 5 կինոներից, բայվիկներից, հնդկականներից, ոբշեմ։